պատերի մեջ ներծծված են Գյումրու հումորն ու տխրությունը։ Եկեք խոսենք ոչ թե ցուցանմուշների, այլ այն պատմությունների մասին, որոնք շարունակում են պատմել դրանք։ Բարև։ Մենք Զորավանի միջնակարգ դպրոցից ենք, ներկայացնում ենք Ֆունդիկի կյանքը նախագծային աշխատանք։ Ուզում ենք մի քանի հարց ուղղել ձեզ։ Եթե այս թանգարանը լիներ ոչ թե շենք, այլ մարդ, ինչ բնավորություն կունենար։ Կլիներ Ֆրունզիկի նման, մի աչքով լացող, մյուսով ծիծաղող։ Իրեն բնութագրող շատ գեղեցիկ նախադասությունները տողել են սրանք, որ իրոք ինքը ինչքան է որ կարողացավ բոլորիս ժպիտ պարգևել, թե իր բոլոր ուրախ դերերով։ Իրականում միշտ տխուր լինելով նման է եղել լուսնին, որ մի երեսը փայլելիս, մյուս երեսը եղել մութ ու խամուր։ Յուրաքանչյուր իր այս թանգարանում ունի իր պատմությունը, բայց եթե ընտրեիք մեկը, որը տեսանելի չէ, բայց պահվում է ֆոնդերում, բայց ամենաշատն է խորհրդանշում Մհեր Մկրտչյանի չերևացող կողմը, որ իրը կլինենք դա եւ ինչու։ Մենք վերևում շատ էքսպոնատներ ունենք, ես օրինակ կնախընտրեի Ծաղիկո արմատը վերևում ոչ կա, դա բլոգ այն մասին է խոսում, որ իր դիմագծերը կարծես բնություններ էր շատ սիրել, կերտել իր դիմագծերը, տխուր աչքերը, մեծ քիթը, մենք բոլոր, ասենք թտի մասին, մենք բոլորս գիտենք, որ մեր մեծ դերասանի քիթը մեծ է եղել անհամաչափության մեջ, բայց իմ քիթը շատ է սիրել, անարել է իր անձեք հարկ։ Երբ հարցրել են, որ ուսքին դե չի տեսնեց, ասել է ինձ մեջ է փոքր։ Մենք գիտենք Մկրտչյան կատակերգուի, Մկրտչյան ողբերգային, թանգարանը ինչպես է պատմում այս երկրության մասին, որն է այն սահմանը, որտեղ կատակերգուն դառնում է ողբերգակ, եւ ինչպես եք դա ցույց տալիս այցելուին առանց բառերի։ Իր դիմանկարներից իր բոլոր նկարները հենց դրա մասին են խոսում, որ այդ տխրությունն ու ախից իր աչքերին միշտ արտահայտված եղել։ Իսկ չէ որ նրան բնութագրել էին ուրախ մարդը տխուր աչքեր։ Մեր նախագիծը հենց այդպես էլ կոչվում է։ Որն է թանգարանի ամենակուրատունը եւ ինչ է պատմում այդ լուսությունը Մհեր Մկրտչյանի մասին, որ չեն կարող լսել նրա մկոր դերերով։ Տեսեք, իհարկե, յուրաքանչյուր թանգարանի մեջ այդպես անդուն կա, Մհեր Մկրտչյանի թանգարանը բացառություն չէ։ Եվ այս անդունի մասին է խոսքը ինչու, որտեղ հենց այդտեղ պահվում է իմ ամենասիրված թանգարանի ցուցանմուշը, դա Ֆրունզի թաշկինակը։ Ֆրունզի թաշկինակը դա միակ թանգարանային ցուցանմուշն է, որը ընդհանրապես չի սպասել։ Տեսեք, եթե մենք նկարները ժամանակ առ ժամանակ ֆարմասում ենք, կամ ինչ-որ իրեր ռեստավրացիայի ուղղանում, այդ թաշկինակին մենք չենք գնում, ինչու, որտեղ այդ թաշկինակը Ֆրունզը օգտագործել է իր կյանքի վերջին մի քանի շաբաթները եւ շատ է կարելի ասել, որ այդ թաշկինակը Ֆրունզի վերջի արդյունքները պահել է, էլի, եւ եթե մենք ինչ-որ միջամտություն տանք մեզ այդ թաշկինակի նկատմամբ, այդ արդյունքները կորել են։ Եվ ես պատահական չնշեցի այդ անգյուրում, որտեղ թաշկինակն է, որտեղ այն չի խոսում։ Դուք այնտեղ չեք տեսի ինչ-որ տեքստեր, տվյալներ, տեղեկություններ, բայց եթե դուք գիտեք, որ այդ թաշկինակի վրա Ֆրունզի տանջանքի արդյունքներն են, իմ կարծիքով այն շատ բանի մասին է խոսում։ Ասում են Գյումրին միայն քաղաք չէ, այլ հենց բնավորություն, որքանով այս թանգարանը ոչ միայն Ֆրունզիկի, այլև հենց Գյումրու բնավորության, նրա հումորի, տոկունության եւ թաքծի մասին։ Շատ լավ հարց։ Տեսեք, դե ամեն քաղաք հայտնի է իր մեծ զավակներով։ Մեր քաղաքում ունի շատ հայտնի զավակներ, շատ մեծ զավակներ, բայց Ֆրունզը ինքը յուրահատուկ առանձին տեղ է գրավում այդ ցանկի մեջ է։ Եվ Ֆրունզի խոսքերով ասեմ, որ դուք դեռ Ֆրունզի խոսքերով ասեմ այս դեպքում, որ Գյումրի յուրահատուկ տեղ ունի իմ կյանքից մեջ է, որտեղ ես ամեն անգամ կարող Գյումրի ու կամ որոնցից չմոռանամ։ Լավ օրերին ես միշտ ստեղ եմ եկել եւ ամենավատ օրերին ես միշտ ստեղ եկել, որոնցից չմոռանամ ու վեր հիշել։ Ինչ որ մի բան կա, գիտեք, երևի մեզ համար բացատրելի է, թե դա ինչ ուժ է, որը ստիպում է մեզ շփտալով արտասին։
այդպես պատասխանեցի։ Եվ կանում եք թանգարանի պատմահանի մոտ ու նայում Գյումրու փողոցներին։ Ինչ երկխոսություն է ստացվում թանգարանի ներսում ապրող հիշողությունների եւ դրսում շարունակվող կյանքի միջև։ Տեսնում եք Ֆրունզիկի կերպարներին այսօրվա գյումրեցիների մեջ։ Իհարկե տեսնում եմ, որ Ֆրունզը առաջերտին գյումրեցի է եղել եւ ձևավորվել է որպես դերասան հենց Գյումրու միջավայրի մեջ է։ Մենք եթե հիշենք օրինակ Ֆրունզի կենսագրությունից 1941 թվականը, երբ պատերազմը արդեն սկսվել էր, կար մի տեքստիլ ակումբ, այդ տեքստիլ ակումբի ղեկավարը Նիկոլ Բաղդասարյանը եւ ամեն անգամ աշխատանքից հետո վերադառնում էր տուն, ասում էր Ֆրունզը ստաբոտով եւ հաճախ նկատում էր, ինչպես նիար մեծ թողնյա երեխա, իշուշ բոլորը գյուղերի հարևաններին հավաքում էր, տնազներ էր անում էր։ Քանի որ սա Գյումրին է հիմնականում դա տնազներ են եկել եւ հարևանների իշուշ ծանոթ մարդկանց հայտնի գյումրեցիների այն ժամանակ Ֆրունզը դառնում էր, որ կարողանար մարդկանց շեղել պատերազմական հարևաններից։ Եվ քանի որ հենց 10-11 տարեկան Ֆրունզը վերցրել էր իրական ապրող մարդկանց կերպարն, իհարկե այդ ամեն ինչը նրա հետ ինչը վեր գնաց։ Եվ այո, միանշանակ այսօր երբ մենք նայում ենք պատուհանից դուրս մենք տեսնում ենք շատ Ֆրունզի կերպար, շատ եւ դա շատ լավ է։ Դա շատ լավ է, որովհետեւ այդ կոլորիտը շատ կարեւոր է պահպանել։ Մենք ուրախ ենք։ Բայց դա միակ բանը չէ, որ մենք տեսնում ենք երբ պատուհանից ենք։ Ֆիլմի խոսքերը մեջ բերեմ, պատուհանից նայելով մենք ուզում ենք հասկանալ թե այս աշխարհը ինչպես է սուր։ Եք քաղաքն ապրում իր մեծ զավակի թանգարանի հետ։ Լսում եք արձագանքներ, պատմություններ տեղացիներից, ովքեր գալիս են այստեղ ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ ինչպես հին բարեկամի տուն։ Ասեմ ավելի, մեր սիրելի հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ ոչ միայն Գյումրիից գալիս են թանգարան եւ ասում են տեսեք սա Ֆրունզն է մեր տանը նայեք որ ինչեր է այստեղ մենք Ֆրունզը հաց ենք ուտում Իշքան է որ այո իհարկե մեզ համար գյումրեցիների համար մեծ հպարտություն է որ Ֆրունզը հենց մեր քաղաքից է բայց անկախ ամեն ինչից գյումրեցիները համարում են որ Ֆրունզը ամբողջ հայ ժողովրդին է մենք գյումրեցիները սխալ ենք համարում որ մենք տարանջատումը շատ վատ բան է որ ասում են գյումրեցիումը միայն գյումրեցիներին է դա այդպես չէ վայ հարցում շատ երկար է մոռաց Չէ, շատերը օրինակ թանգարանի հյուրերից այդ հարցը տալիս են էլի, քանի այցելում ունեք դուք, որտեղից են ձեր այցելումները, մենք այդ ձևավորմանը դեմ ենք։ Ինչու որտեղ մենք մտածում ենք, որ այն մարդիկ, ովքեր գալիս են Գյումրի եւ թանգարան, իրանք պետք է լինեն ոչ թե այցելուի կամ զբոսաշրջիկի կարգավիճակում, այլ հյուրի։ Մենք ուզում ենք այնպիսի մթնոլորտ ձևավորել թանգարանում եւ հույս ունենք, որ այդ մթնոլորտը արդեն որ հայ մարդը, որը գալիս է թանգարան, զգա իրեն որպես իր տանը։ Այնտեղ որ զգա, որ ինքը եկել է ոչ թե ինչ-որ մի հատ օտարի կամ անծանոթի, այլ իր բարեկամի տուն։ Համարեք որ դուք եկել եք ոչ թե Ֆրունզի թանգարանը, Ֆրունզի տուն։ Այդ տեսանկյունից ավելի մեծ արժեք կունենա մեր գործունեություն։ Կանց թե եթե դուք լինեք այդ ֆորմալ հյուրի այցելուի կարգավիճակում։ Մենք հենց այդպես էլ մեզ զգում ենք։ Ումը մեր գործը մենք հաջողեցինք։ Այո։ Դե գետադրենք դիպչում է ու հենց այդ կերպարը վիրտուալ Ֆրունզը գալիս է։ Կամ եթե դուք բարսանում հյուրերը բարսանում են թանգարան, մի մինոֆիլմը եթե կադրը հաստատ տեսեք, որ Ֆրունզը լողանի դուրս է գալիս, չէ՞։ Ինչ տգլորոտ վիճակում ու մտում չէր տեսել հյուրերին էլի ու ինքը հենց այդ ձևով ոյ ասում ու դառնում դա շատ հետաքրքիր այդ կերպարները եթե մենք կարողանանք ստեղծել իհարկե դա որից ասեմ ֆինանսների հետ կապված իմ կարծիքով հյուրերը թանգարանից պարզապես չէին պատկերացնեք եթե տարբեր սարքեր լինեն այդ լազերային
ու ամեն մի քայլափողին հյուրը անցավ ինչ-որ մի հատ տաճիկ կողմից իրանք համարում են հենց ֆրոնզ։ Մենք նաև այսօր հատկապես տեխնիկապես շատ հնարավոր է դա իրականացնել, որտեղ կա արհեստական բանականություն։ Արհեստական բանականությունը եթե մենք տեղադրենք այդ սարքի մեջ, հա, վիրտուալ ֆրոնզի, կստացվի, որ ըստ էության դուք եկել եք հենց ֆրոնզի մոտ։ Ինչքան դա։ Ադամն ենք կենթանացրել ֆրոնզին, նկարները վերակենդանացրել ենք, ցույց կտանք ձեզ։ Նախագծի մի մասն է նաև դա է, ինչ նորովի մոտեցնող ցույց տանք երեխաներին, ինչպես է խոսել ֆրոնզին, ինչպես է շարժվել, նկարները ամբողջությամբ փորձում ենք ծրագրերով այդպես նաև սարքել, բայց ձեր ասած գաղափարը նաև մեր մեջ էր առաջացել, պատկերացնում եք երեխեք մոտում կլասյան մտնեք թանգարան, մեկ էլ ֆրոնզում ես բարեի։ Աստված տա, որ իրականություն դառնա։ Ներողություն կներեք։ Եթե Մարիա Մկրտչյանը ուներ իր թանգարան, ինչ կասեր, թե ծիծաղեր, կուզվեր, թե մի գումրված սուր կատակ կներ, և ամենակարևորը, ինչը տեսնելով ամենաշատը կհպարտաներ։ Դե ֆրոնզը իր հավերժական մենախոսության մեջ, իր հուշերի մեջ ասել է, որ անցից հետո կանցի շատ կար ժամանակ իմ հարազատ քաղաքից մեջ ինձ շատ փոքր թանգարան կերնի, այսօր թանգարանի գույնությունով նրան հաստատ չէին զարմացնի, որտեղ նա շատ վաղուց գիտեր դրա մասին։ Ֆրոնզը երևի զարմանար այն հյուրերի վրա, ովքեր պարզապես լուսանկարվելու կամ պարզապես ձևի համար են գալիս թանգարան։ Այն երևի շատ չեմ ուզում ասել կվիրավորվեր, բայց այն որ կզարմանար և մի քիչ ինչ-որ հիասթափություն կամ տխրություն կլիներ նրա մեջ, դա միանշան։ Իսկ ուրախանար, որտեղ նրա թանգարան ամենաայցելվող թանգարաններից մեկն է։ Եվ դա խոսում է այն բանի մասին, որ ֆրոնզը իհարկե չկա, ֆիզիկապես այս աշխարհում գոյություն չունի, բայց նա շարունակում է մարդկանց հուշերի մեջ մնալ։ Ճիշտ է, այսօր շատ ցավոք սրտի շատ մեր հյուրերը գալիս են հենց այդ նկարվելու կամ ինչ-որ գալիճկայի, այսպես ասենք, համար, հա, բայց որոշակի հույս ունենք, որ որոշակի աշխատանք իրականագործելուց հետո մարդիկ ձեզ նման կգան որպես հարազատ մարդու։ Շնորհակալ ենք ձեզ շատ, անչափ։ Ինչով եք եկել։ Այո, շնորհակալ, ուզում եմ ձեզ եկել։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, իսկապես։ Ես ես մաքունում ամենալավը, կհաղթեք, որտեղ որ ասեցի, հա, շատեր եկել են, էլի նույն նախաձեռնության շրջանակներում, հա։ Նրանց հարցերը ճիշտ է լավ, մենք շատ ուրախ ենք նրանց օգնելու, բայց դուք եւ ես սա չեմ ասում, որ դուք արժեքային։ Ձեր հարցերը իրանք մի քիչ յուրահատուկ են, ավելի շատ հոգու կողմն են, այդ հարցերը կանց թե փաստի։ Դուք որի համար դուք եք։ Շնորհակալություն շատ։ Ճիշտ է, ֆրոնզի անունից իհարկե ես խոսելու իրավունք չունեմ, բայց եթե նա այստեղ լիներ, նա ոչ մի բան հաստատ չէր ասում, նա բարձրապես ձեզ բոլորին կգրտեր։ Այո, հաստատ։ Ջերմությունը զգացվում է։ Շեն մնա գյումրեցու տունը։ Շնորհակալություն։